Բարևձեզ, 2025 թվականի մայիսի 26-ին Շվեյցարիայի Բեռն քաղաքում մեկնարկեց խաղաղ նախաձեռնություն նվիրված միջկուսակցական հանձնախմբի աշխատանքներին, նպատակ ունենալով աջակցելու Արցախի հայության անվտանգ վերադարձի իրավունքի իրագործմանը։ Այս հարցազրույցի շրջանակներում զրուցելու ենք Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրամյանի հետ, գնահատելու նախաձեռնության քաղաքական եւ մարդասիրական նշանակությունը, ինչպես նաեւ վերադառնալու հնարավոր ուղիները միջազգային մասնակցության պայմաններում։ Պարոն նախագահ, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Ինչպես եք գնահատում այս զարգացումը արցախահայության իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Նախ ես եմ շնորհակալ, ինչպես միշտ, շատ նորեն, շատ մեծ պատիվ է այդպես հարցազրույց մասնակցելու, որովհետև մենք անշուշտ պիտի բացահայտենք մանրամասները կապված ինչ-որ կկատարվի Արցախի հայության իրավունքներուն հետ եւ անշուշտ սա ինչպես որ հիմա հարցերը որ կան շատ կարևոր են ապագայի համար։ Ինչպես որ նույնիսկ գիտեք 2023-ից հետո արդեն լուծարել է Արցախի համագարկը, ինչպես որ առաջարկեցին նույնիսկ Արցախի նախկին իշխանությունները եւ այդպես փորձեցին ընդհանուր Արցախի հարցը փակել։ Փորձեցին փակել։ Հարցը կապված չէ հիմա մինակ եթե կատարվեցավ ցեղասպանություն Արցախում կամ չէ, եթե եւ կատարվեցավ ցեղասպանությունը եւ եթե կատարվեցավ ցեղասպանություն, ինչու պիտի համագարկը լուծարենք եւ ինչու պիտի ասենք թե փակենք, թաղենք ամբողջ Արցախի հարցը։ Մենք ամիջապես, ասենք թե մինչև անշուշտ 2023-ը մենք կաշխատեինք Շուշի հայության իրավունքները պաշտպանելու եւ անշուշտ պիտի անդրադառնամ այդ հարցով եւ մենք այդպես էլ շարունակեցինք ոչ մենակ Շուշի հայության իրավունքները պաշտպանելով, բայց Ադրուտի, Մարտակերտի դարբեր Արցախի շրջաններում հայության իրավունքները պաշտպանելու։ Անդորամար, անոնք որ որոշեցին անջատել Արցախի հարցը կամ փակել Արցախի հարցը իրենց խնդիրն է եւ անոնք որ այդպես որոշեցին կնշանակե որ ճունեին ցանկություն, ճունեին մագարտակը շարունակելու համար Արցախի հայության իրավունքները պաշտպանություն մեզի համար անսկնելի էր, բայց կապված էր ընդհանուր վիճակին հետ, որովհետև կերևար, որ արդեն մինչև դեկտեմբերի 2023-ը նախ ամեն ինչ որոշված էր եւ սա ծրագիր մնե։ Գերեվա, որ Արցախի մեջ գտնված քաղաքական ուժերը արդեն ամեն ինչ մտածեցին մինչև դեկտեմբերի 2023-ին։ Մեղք է իսկապես այդ վիճակը, ինչպես որ կատարեցին Արևմտյան Հայաստանի համար, ուզեցան կատարել Արցախի համար։ Նույն ցևով փորձեցին, ասենք թե մինչև Ալեքսանդրոպոլի պայմանագիրը փորձեցին ընդհանուր փակել Արևմտյան Հայաստանի հարցը։ Մինակ, ասենք թե նույնիսկ ցեղասպանության հարցը, որովհետև դուք ալ գիտեք, որ ցեղասպանության հարցը նորեն մեջտեղի եկավ մոտ 1962 կողմերը։ Պատկերացնում եք վիճակը։ Հիմա մենք ինչ էինք, մեր կողմեն ինչ էինք։ Մենք շարունակեցինք Արցախի իրավունքներուն եւ Արցախի հայության իրավունքներուն պաշտպանությունը։ Մենք շարունակեցինք եւ ամիջապես մենք աշխատեցինք մարդուն իրավունքներու դատարանի ներս, որբեսի այդ մեր հայության իրավունքները պահպանված եւ պաշտպանված լինեն։ Անժամանակ եթե գիշեք ովևէ քաղաքական ուժը չեր ուզել նույնիսկ շարունակել հաթարցը եւ նույնիսկ Երևանյան իշխանությունները հայտարարեցին, որ
Արցախի հարցը փակված է։ Սա է առաջին վիճակը, որ ես ցեզի կուզեի ներկայացնեմ, մինչև դեկտեմբերի 2023-ը ամեն ինչ ըրին Արցախի հարցը փակելու համար, եւ մենք ինչ ասինք մեր կողմեն, Արմենիան Հայաստանի ազգային խորհրդի կողմեն, մենք ասինք մենք Արցախի հարցը չենք փակելու։ Մենք Արցախի հարցը պիտի շարունակենք եւ Արցախի հայության իրավունքները, ինչպես որ մենք սկսել ենք 2022-ից ի վեր, մենք կշարունակենք դատարանի մեջ, մենք կշարունակենք ատկոծողությունը դատարաններուն հետ կապված եւ մագի հետ կապված։ Սա իրականությունն է, որ աշխարհի հայությունը պետք է իմանա։ Շնորհակալ եմ։ Վարդան Օսկանյանը իր ելույթում հստակ շեշտում է, որ Արցախահայության վերադարձը պատմական արտահայտության միջազգային իրավունքի պահանջ է։ Արդյոք Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը կիսում է այս մոտեցումը։ Նայեցեք, ինչպես եղավ, որ ովևէ մեկը գսկսի այդպես հայտարարություններ անել։ Ինչպես եղավ։ Ասենք մինչև 2023-ը այդպես աշխատանքները ով կներ, ով կսպաղվեր, ով գիտաժողովները կկազմակերպեր, ով կհայտարարեր եւ նյութեր ընկան, որ Արցախի հայության վերադարձը անհրաժեշտ է եւ ադիրավունքները մենք շարունակենք պաշտպանելու Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդն է։ Անժամանակ ոչ բարոն Օսկանյանը գար, ոչ մեկը գար, ոչ մյուսը գար։ Անորոշ ինչ դիրքորոշում կրնանք ունենալ։ Մենք ենք, որ սկիզբեն ի վեր կպաշտպանենք Արցախի հայության իրավունքները։ Մենք ենք։ Մենք պաշտպանեցինք առաջին պատերազմի ժամանակ Արևմտյան Հայաստանի հայերը։ Մինչև այսօրը կշարունակենք պաշտպանել։ Ոսենք թե Արցախի հայության վերադարձը Արևմտյան Հայաստանին կամ Արցախին մեզի համար նույն խնդիր է։ Մենք չենք բաժնվելու։ Օրինակ ինչու ովևէ քաղաքական ուժը հայկական երբեք չի պաշտպանելու Արևմտյան Հայաստանի հայության վերադարձը Արևմտյան Հայաստանում։ Ինչու։ Մենք հիմա, որ մենք սկսել ենք սկիզբեն ի վեր, սկսել ենք Արցախի հայության վերադարձը պաշտպանելու։ Մենք ալ կասկնանք, որ գա այսօր քաղաքական ուժերը, որ կուզեն նույնպես այդ աշխատանքը դանեն եւ շատ դակրկիր է, շատ կարեւոր է, բայց այդ աշխատանքը այդքան նուրբ է, այդ ծառայությունը, այդ առաքելությունը այդքան նուրբ է, որ բարոն Օսկանյաննի կամ ուրիշ մնի ինքը մինագը դանել ալ ճիշտ չի։ Պետք է այդ ամեն ինչ կարգավորված լա, կազմակերպված լա, որբեսի մենք շարժվենք նույն ռազմավարությունով։ Եթե անգած ովևէ մեկը, ինչպես որ հիմա կտեսնանք իրականության, առանձին ցևով գործեն Արցախի հայության վերադարձը դանել, նույնիսկ առանց Արցախի հայության քրնարկելու, իրենց հետ քրնարկելու կամ որոշելու, կնշանակի, որ ադանձերը լեգիտիմության հետ խնդիրներ ունեն։ Ասենք թե այդքան լեգիտիմ չեն, այդքան եթե լիազորված չեն Արցախի հայության կողմեն, այդ լեգիտիմությունը կնշանակի, որ կասկածի տակ կրնանք դնել։ Անժամանակ, եթե լեգիտիմությունը կասկածի տակ կրնանք դնել, կներեք, կնշանակեն, որ առանց մեր համաձայնություն, առանց Արցախի հայության համաձայնություն, առանց հարգելով մեր ընդհանուր ռազմավարությունը, ադանձերը գերտան ովևէ կոծողությունները կտանեն, անունկալ չեն գիտեր, ինչ կկրնարկվի, ինչ կորոշվի, ինչ կկազմակերպվի, մինչև որ անուն կացին այդ կոծողություն անելու։ Դժվար է ընդունել, մենք ինչ ենք առաջարկում։ Լուծում մը կա։ Մենք առաջարկ ենք, որ նստենք, ճիշտ քննարկենք ամեն ինչը,
մինչև որ արդեն անոնք շարունակեն իրենց գործողությունները։ Նորբություններ կան գսեմ ձեզի, առաջին օրինակ նորբությունը Արցախի հայության ղարքավիճակն է այսօր։ Դարբեր առաջարկներ կրնան լինեն, բայց Արցախի հայության կողմեն ինչ է որոշված։ Իրեն անոնք են ինքնավորոշման իրավունքը ինչ կնշանակե։ Ինքնավորոշման իրավունքը կնշանակե, որ Արցախի հայությունը կընդունի այդ ղարքավիճակը, որ մենք կներկայացնենք հանրության դիմաց։ Հա դե, դետև բան չէ, մենք չենք խաղալու մեկը մյուսի կյանքի հետ, ինչպես որ եղել է մինչև հիմա։ Նայեցեք ինչ վնասները ստացան Արցախի հայությունը։ Արցախը ուներ իր ամագարկը, Արցախը ուներ իր ամեն ինչը, իր մարմինները մինչև իր բանակը։ Մենք այդ աստիճանեն իջանք ոչ նույնիսկ ամանկայի ղարքավիճակի մագարտակի վրա, կնշանակե, որ մենք այսօր լուրջ խնդիրներ ունենք։ Հիմա ինչպես կրնապատահել, որ անոնք, որ վերջի վերջո բերին մեր Արցախի հայությունը եւ մեր Արցախը, բերին այդ մագարտակի վրա, ինչպես կպատահի, որ այսօր նույններն են, որ կշարունակեն այդ աշխատանքները, որ մենք սկսել ենք արդեն 5 տարի առաջ, կապված Արցախի հայության իրավունքներու մասին է խոսքը։ Շնորհակալ եմ։ Իսկ ձեր կարծիքով ինչ գործնական քայլեր պետք է արվեն, որպեսզի Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությունը արդյունք տա։ Արդյոք այս հարթակը կարող է վերածվել իրավական մեխանիզմի, վերադարձի իրավունքը երաշխավորելու համար։ Վերադարձի իրավունքը գոյություն ունի, եթե այդ վերադարձի իրավունքը սկիզբեն արմատով ոչ մի կապ չունի Շվեյցարիայի գործողության հետ։ Եթե գարնաբադայի նույն հարցը մենք քննարկեցինք նույնիսկ Ֆրանսիայի մեջ, կամ նույն հարցը քննարկեցինք Կանադայի մեջնալ այդպես դիրքորոշում կա։ Բելգիկայում մար խորհրդարանը դիրքորոշում ներկայացնեց Արցախի հայության վերադարձի հետ կապված։ Ադիրավունքը հիմնավորված է իրականության, արդեն հիմնավորված է ԼԱԱԳ-ի միջազգային դատարանի կողմեն 2021-ից ի վեր։ Ասենք թե այդ իրավունքը արդեն հաստատված է միջազգային դատարանի կողմեն։ Հիմա ինչ որ կկատարվի, կապված է այդ իրավունքը իրականացնելն է։ Արցախի հայության վերադարձի իրականացմանը, ինչպես եւ այլն։ Այստեղ ինչ կա հետաքրքիր, Շվեյցարիայի ազգային խորհուրդը, որ առաջարկել է, որ միջնորդը լա դիվանագիտական ձևով Ադրբեջանին հետ եւ Արցախի հայության հետ, ասենք թե մեզի հետ, որովհետեւ մենք այդ լիազորությունը ստացել ենք Արցախի հայության կողմեն, որովհետեւ այդ վերադարձը կարգավորվի, խոսվի, ներկայացվի, պաշտպանվի Ադրբեջանի դիմաց։ Մենք շատ կողջունենք այդ աշխատանքը, շատ կողջունենք, կարևոր է։ Գրնալ նույն Ֆրանսիան առաջարկել չրավ, Շվեյցարիան արավ։ Հիմա այդ ամեն ինչը չի կրնա առանձին լա Արցախի հայության որոշումը։ Ինչ է որոշված Արցախի հայության կողմեն։ Որպես իմանանք, պիտի հավաքենք, չէ՞, հավաքեցինք մենք մեր հայրենակիցները եւ իրենց էլ աշխատեցանք, քննարկեցինք ինչ եք ուզում եւ ինչպես եք ուզում այդ վերադարձի իրականացման համար։ Եվ այդ ամեն ինչի դիմաց մենք ուշագակիր պատրաստեցինք եւ այդ ուշագակիրի մեջ մենք նշեցինք Արցախի հայության ուզածը։ Եթե մենք հիմա կշեղվենք, եթե քաղաքական ուժերը կան, առանձին ինքնակուլող ուժերը կան, որ կփորձեն շեղվել Արցախի հայության որոշումները, կնշանակե, որ արդեն նոր անցագործությունները կկատարենք Արցախի հայության դիմաց։
Արցախի հայության վրա։ Այդ անցակոլցությունները շատ լուրջ հետևանքներ պիտի ունենան։ Չենք թողնելու, բարձ գսեմ ձեզ, ինչ որ կատարվեցավ, ալ գպավե, ամեն բան իրեն չափը սահմանալ ունի։ Այսինքն, մեր ժողովուրդը դեհանեցին եւ ցեղասպանեցին ալ գպավե։ Մենք հիմա նորեն մենք պիտի նոր վիճակ մստեղծենք, որ նորեն կրկրվի այդպես անցակողությունը, մարդկության դեմ անցակողությունները մեր ժողովրդի անտը, քրեական ուժերը, ասեցի, եթե այսօր առանց Արցախի հայություն, Արցախի հայության որոշումները, եթե քաղաքական ուժերը անտես գուքան առանց լիազորություն ունենալով Արցախի հայության ասենք թե իբր թե իրավունքները պաշտպանելով եւ եթե անգարս նորեն զոհեր ալգստանանք այդ բաժարով կնշանակեն որ այդ քաղաքական ուժերը քրեական պատասխանատվություն կվերցնեն իրենց վրա քրեական պատասխանատվությունը վերցեցին անոնք որ լուզարեցին Արցախի համագարքը շատ լուրջ խնդիր մնե ես գարաչարգեմ այդ քաղաքական ուժերուն որ այդպես շատ նուրբ լան շատ զգուշ լան մենք չենք թողնելու գսեմ ձեզի եւ գան ներկայացնեն իրենց նպատակները մենք ալ դեսնանք Ադամեն ինչ համապատասխան է ընդանուր Արցախի հայության որոշումներուն է կամ չի համապատասխանում։ Եթե իշխնակուլուխով գերտան այդպես աշխատանքները տանելու շատ մեծ հետևանքներ կունենա։ Մեծ։ Շնորհակալ եմ։ Նորից պետք է վերադառնանք Վարդան Օսկանյանի ելույթին, ով իր խոսքում անդրադարձ է կատարել նաև մշակութային ցեղասպանությանը, հայկական հուշարձանների, խաչքարերի, գերեզմանների ոչնչացմանը։ Արդյոք Արևմտյան Հայաստանը նախաձեռնում է որևէ փաստաթղթավորում կամ իրավական գործընթաց այս ուղղությամբ։ Այսեք Ադամեն ինչ գոյություն ունին մինչև հիմա գոյինա։ Այդ բոլոր թողը Հայաստանի մարդուն իրավունքներու բաժինը կամ թողը Արցախի մարդուն իրավունքներու բաժինը շուտ վանից այդ փորձագետները աշխատել են եւ զեկույցները պատրաստեցին Ադամեն ինչ գոյություն ունի հիմա։ Հիմա կարևոր է որ մենք հավաքեինք այդ բոլոր վկայությունները, փաստաթղթերը, փաստերը հավաքեինք շնորհքով սևակարբեցինք Ադամեն ինչը, որբեսի առանց չեմ գտնալ մտնել մանրամասներում մեջ, գրնակաց գնալ ինչու համար, բայց որբեսի մենք ամիջապես դատարան թիմենք։ Դատարան թիմելու համար մեկ հատ թիմումը չէ, դատարանը թիմելու համար պիտի փաստերով թիմես, ապացույցներով թիմես, ինչ որ գբողոքես Ադրբեջանի դեմ։ Հիմա Ադամեն ինչ գոյություն ունի մեր մոտ, ասենք թե չի մտածեն, որ այդպես թիմեցին դատարանները եւ դատարանները այդպես ընդունեցին մեր բողոքները առանց փաստերով, աշխատանքներով, զեկույցներով եւ այլն։ Ադամեն ինչ գոյություն ունի այստեղ ինչ է կարևոր։ Կարևոր է, որ հայությունը արդեն որոշի իրենց իրավունքները պաշտպանելու դատարաններու միջոցով Արևմտյան Հայաստանի ցեղասպանության հետ կապված մինչև Արցախի ցեղասպանությունը։ Մենք չի առանձնացնենք այդ ցեղասպանությունը, որ կատարվեցավ Արևմտյան Հայաստանից մինչև Արցախը։ Եթե մենք կսխալվենք նորեն, մենք կանջադենք մեր անցակոլությունները, այդ քրեական անցակոլությունները, որ կատարվեցին մեր ազգի վրա, եթե մենք այդպես կնենք, նորեն գցեմ ձեզի։ Մենք հնարավորություն ենք տալիս նույն անցակոլցի
որ ինքը շարունակե։ Անոնք որ այդ քաղաքական ուժերը, ես անունը պետք չէ դամ, որովհետև անոնք մինակ չեն, քաղաքական ուժերը կան հետևը։ Այդ քաղաքական ուժերը զգուշ պետք է լան։ Մենք արդեն չենք, ես ասի եւ կկրկնեմ, չենք ընդունելու։ Ալգպավե նախորդ պետք է անոնք ը, ամեն ինչ ընեն Արցախը պաշտպանելու եւ նախորդ պետք է ամեն ինչ ընեն, որբեսի Արցախը այդ վիճակի մեջ չի մտնի։ Հիմա որ Արցախը եւ Արցախի հայությունը այդ վիճակի մեջն է այսօր, իրենց գործողությունները թողնեն մենք պետք ունենք, բոլորին պետք ունենք, մեր եղբայրներն են, մեր քույրիկներն են, մեր ազգի անդամներն են, զավակներն են, բայց ամեն ինչ պիտի խելքով կազմակերպվի, մտածելով, չափելով եւ հարգելով Արցախի հայության ինքնավորոշման իրավունքը։ Շնորհակալ եմ եւ վերջում ամփոփելու համար ինչ ուղես կուղարկեիք Շվեյցարիայի քաղաքական ուժերին եւ նախաձեռնության հեղինակներին որպես արցախահայության իրավունքների պաշտպանության գործերում հնարավոր գործընկեր։ Արցախի հայությունը լիազորություն գուտա ովևէ մեկին, որբեսի ադանձը իրենց իրավունքները պաշտպանի։ Ոչ մինակ Շվեյցարիայի ազգային խորհրդի կամ խորհրդարանի կամ պատգամավորներուն հետ, ամբողջ աշխարհի պետական ուժերուն հետ, որբեսի Արցախի հայության իրավունքները ճիշտ ձևով ներկայացնենք եւ պաշտպանենք։ Ամեն ինչ ունի իրեն զեկույցը, այսօր ունի այդ իրավունքները ըստակ նշված են։ Կնշանակե եւ ըստակ նշված են ընդունված Արցախի հայության կողմեն։ Կնշանակե, որ այդ անձերը, որ կաշխատին կամ գուզեն առանց լիազորություն, ովևէ քաղաքական աշխատանք մտանին, քայլ մտնեն, ովևէ խորհրդարանին այդ աշխարհում, անոնք պետք է քոնե դեղյակը լան եւ քոնե գարտան այդ զեկույցը, որ մենք պատրաստեցինք, որբեսի իրենց գործողությունը ագարակ չլա Արցախի հայության իրավունքներում։ Նորեն գսեմ, մենք կտեսնանք, չէ, ելույթները կլսենք, կգարտանք, ամեն ինչ կհետևենք։ Մենք կտեսնանք, չէ, ինչ տերմինները կօգտագործեն, ինչպես կներկայացնեն Արցախի հայության կարգավիճակը այսօր եւ այլն։ Լրիվ սխալ է։ Արցախի հայության կարգավիճակը արդեն ընդունված է Արցախի հայության կողմեն։ Մենք երբ կխոսենք Արցախի հայության ժառանգության մասին, երբ կխոսենք մեր վանքերի, մեր եկեղեցիներու մասին, ամեն ինչն պատրաստ է, զեկույցներ պատրաստ են եւ ամեն ինչ կգտնվի այսօր դատավորներու ձեռքերուն մեջ։ Դատավորները հիմա պետք է որոշեն, որոշումները պիտի շուտով գներեք, շուտով այդ որոշումները պիտի անտես գան եւ մենք պիտի տեսնանք իրավանական տեսանկյունեն ինչ որոշված է մարդուն իրավունքներու ձևաչափի մեջ Արցախի հայության իրավունքները պաշտպանելու համար։ Նույնիսկ ասեմ ձեզի, ժառանգությունը պահպանված է միջազգային դատարանի կողմեն, լայգի միջազգային դատարանի կողմեն։ Ադոր համար մենք մեխանիզմները պետք է մեջտեղ բերենք այդ իրավունքները իրականացնելու։ Այստեղ Ադրբեջանը, հիմա Ադրբեջանին հետ կապված պիտի խոր ուսումնասիրենք Ադրբեջանը ինչ իրավունքներ ունի Արցախին հետ կապված։
Մենք հասկացանք, բանակ խրգել են, մեզի սփանեցին, մեզի դեղահանեցին։ Սա հասկացանք։ Բայց ադամեն ինչը, ինչի իման վրա հիմնավորված է։ Բարոն չեմ գիտեր Երևանյան իշխանություններու հայտարարություններու վրա, կամ չեմ գիտեր ինչ տեսակ մագի որևէ խորհրդի որոշումի իման վրա, ինչպես նախ պետք է կսկսենք ադանգինով։ Եթե Ադրբեջանը իրավահաջորդն է 1918-ի Ադրբեջանի, 1918-ի Ադրբեջանի որևէ ցեղով չի ճանաչված ազգային լիգայի կողմեն։ Մենք ինչի մասին կխոսենք այստեղ։ Եթե Ադրբեջանի այսօր Ադրբեջանի Արցախին հետ կապված որևէ իրավունքներ ունի, կապված են Հայաստանի Հանրապետության որոշումներուն հետ։ Եթե Հայաստանի Հանրապետության որոշել է որևէ չափով կապված է, եթե որոշել է, որ Արցախը Ադրբեջանի մեջ կգտնվի, սա մեկ հատ բան մնե։ Եթե որոշել է ուրիշ բան մնե, բայց մենք ինչ տեսանք։ Տեսանք, որ այսօրվան Երևանյան իշխանություններու դիրքորոշումները կհագասեն նույնիսկ Հայաստանի Հանրապետության սահմանադրության։ Մենք այդ տեսանք։ Ուրիշ բան կա։ Արցախը վերջի վերջո ումի կպատկանի։ Հայաստանի Հանրապետության չէ։ Արցախը միացյալ Հայաստանի մաս կգացնի։ 1920, որ ճանաչված է Բարսակուն խորհրդի անդամներու կողմեն։ Երբեք Արցախը, ինչպես Արմենիան Հայաստան, Արցախը մաս չէր կազմել Ադրբեջանի։ Եվ երբ մենք կխոսենք Արցախի մասին, մենք չենք խոսի Լեռնային Ղարաբաղի մասին։ Մենք կխոսենք Արցախի մասին։ Ադորամար, ադամեն ինչ պետք է նուրբ է, ադամեն ինչ դժվար է, ադամեն ինչ պետք է կարգավորված լա, կենտրոնացված լա, քրնագրված լա, որպեսզի ճիշտ ձևով, ճիշտ ռազմավարություն ներկայացնենք Արցախի հայության իրավունքները եւ վերադարձը ապահովելու համար։ Եթե չէ, կնշանակե, որ այստեղ ուրիշ քրեական գործողությունները կկատարվեն Արցախի հայության հանդեպ։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Հիշեցնենք, որ մեր հյուրն էր Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրամյանը։ Կհանդիպենք։